Քանի դեռ Թուրքիան չի ընդունել 1915 թվականի ցեղասպանության փաստը, հայերը որտեղ էլ ապրիլից լինեն շարունակելու են պայքարել արդարության հաստատման համար։ Ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը աշխարհասփյուր հայերը, որոնք ցեղասպանության զոհերի սերունդներն են, պատմական հիշողության գրողները, ծաղիկներ են խոնարհում եւ աղոթում, որ նման ոճրագործություն երբեք չկրկնվի։ Երբ ես այցելում եմ ցեղասպանության թանգարան, ամեն անգամ հոգիս ցնցվում է, արցունքներս հոսում են եւ չեմ հասկանում, ինչպես կարող էին մարդիկ ընդունակ լինել նման զարհուրելի արարքի։ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մարդաշատ էր։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ կատարվեց։ Աղոթական ներկայությամբ ռուս ուղղափառ եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ եւ կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Արարողությանը ներկային նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ մտավորականներ ու ազգային բարերարներ։ Արարողության ավարտին Եզրաս Սրբազանն ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Եղեռնի 111-ամյակի առիթով։ Ապրիլի 24-ն ուխտի օր է, միահյուսված աշխարհասփյուր մեր ժողովրդի պահանջատիրությանը, որն ուղղված է ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը, ասվում էր ուղերձում։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են աշխարհի շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանը 1995 թվականին։ Հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին Պետդումայում ընդունված հռչակագրով Ռուսաստանը մեկ անգամ եւս վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս մասին էր նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որն ընթերցվեց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում։ Մեր երկրի դիրքորոշումը այս հարցում միշտ անփոփոխ է եղել, ասվում էր նախագահի ուղերձում։ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին հայտարարությունները, որոնք կատարում են պետությունների ղեկավարները, օտարազգի մտավորականներն ու պատմաբանները, կարևոր ուղերձներ են Թուրքիային, առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Սակայն Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ներկայիս Թուրքիան, շարունակում է ոչ միայն ժխտել ցեղասպանության փաստը, այլև դիվանագիտական ճնշումներ կիրառել այդ ոճիրը դատապարտող երկրների նկատմամբ։ Համոզված եմ, հավատարիմ մեր սուրբ նահատակների պատգամին, յուրաքանչյուր հայ սրբազան պարտք ունի, երբեք չուրանալ, չդավաճանել, չմոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջն ու հատուցումը։ Եվ այսօրվա մեր միասնական ու աղոթական ուխտով վերստին մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը։ Մերժում ենք, որպեսզի կանխվեն նոր ցեղասպանությունները, ինչի ականատես է եղանք թե Սումգայիթում եւ թե այսօրվա բռնազավթված Արցախում։ Արարողության ավարտին հյուրերը Եղեռնի զոհերի հիշատակի նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին։ Ռուս լրագրողի այն հարցին, թե ինչ խորհուրդ ունի ապրիլի 24-ը հայերի համար, Եզրաս Սրբազանը պատասխանեց. Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է եւ հավատարմության վկայություն։ Մենք հավատակից հայ ժողովրդի հետ ենք, կիսում ենք նրանց դառը հիշողությունը, կորուստներն ու ուրախությունը։ Մենք խորապես համոզված ենք, որ նրանք, ովքեր փորձում են պայքարել հավատի, Հիսուսի հիմնած եկեղեցու դեմ, մատնված են պարտության, քանի որ ով կռվում է եկեղեցու դեմ, կռվում է Աստծո դեմ։ Ապրիլի 24-ին Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են հայկական եկեղեցիներ, նույնպես կատարվեց բարեխոսական կարգ, մարդիկ ծաղիկներ խոնարհեցին, բազմապիսի միջոցառումներ ու հիշատակի երեկոներ անցկացվեցին։ Ցեղասպանության 111-ամյակը ողբերգական տարեթիվ է հայերի համար։ Մեկ դար է անցել եղեռական այդ իրադարձությունից, սակայն այդ ցավը հայ ժողովուրդը, ինչպես նաև օտար ազգեր, ովքեր կրում են հոգևոր բարոյական արժեքներ, չեն կարող մոռանալ եւ նեցուկ չկանգնել հայ ժողովրդին։ Մոսկվայի Տապան թանգարանում հայ ուսանողները կազմակերպել էին սերունդների հիշողությունը խորագրով գիտաժողով, որտեղ տարբեր բուհերի ներկայացուցիչներ Եղեռնի մասին շուրջ 40 զեկույց ներկայացրին։ Ալբերտ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։